հաղորդություն ստանալ։ Ձեզ համար ընդունել եք որ Այդ արդյոք չէ նրան կարգալույծ արեց հոկտեմբերի 21-ի որոշումը։ Կարգալույծ եղած մարդիկ, ասենք այն մարդիկ ովքեր որ ուրեմն ունեն մի քանի երեխաներ, բայց չպիտի ունենային այն մարդիկ ովքեր իրենց հարազատների հետ սրբապղծություններ են անում, այն մարդիկ ովքեր որ հետևում են բարձր չեն քահանաներ չորսեռական ողջունությունների մասին է խոսք գնում երիտասարդ ուրեմն տղաների նկատմամբ ու դրա որևէ արձագանքություն չի ասում այդ մարդիկ Պարոն Պապոյան այդ մարդիկ ես ասում եմ կներեք երբևէ մայրաքաղու մասնակցել եք պատարագի հարցից պատասխանատվությունը Ասեմ ձեզ շատ ուղիղ կասեմ շատ լավ է որ չեմ մասնակցել պատարագների որտեղ քեռակին կողմերը պատարագի Պարոն Պապոյան դուք ամոթ չեք ամաչում այդ սրբապղծությունների ինձ էլ ասում եք գնամ սրբապղծություն իրականացնեմ Դուք բեռնատարների վարորդների հարցը լուծեցիք եկել եք եկեղեցին եք ազատագրում հա ամոթ չեք Սրբապղծություն չի հիմա որ աշխարհիկ մարդիկ աշխարհի ամենամեծը չէ Խոսում ենք նախարարի այդ մարդը աշխարհիկ մարդ չէ աշխարհիկ մարդ Դες պետք է ասում ինչ հարցն է հիմնավորում եմ հետևյալ կերպ փոխանակ ամոթ համաչեն այն մարդիկ եւ բոլոր այն մարդիկ եթե դուք եք նշում կներեք դուք եք ամոթ որ բանը եկեղեցու կանոնագծում դերված է որ մարդը պիտի ունենա ընտանիք պիտի ունենա երեխաներ ասում ենք դու ունես երեխա դու ունես երեխաներ ու ձեն ծտուն չկա որովհետեւ դա փաստ է հետո այս մյուս բանը հետո այն մյուս բանը հետո այն մյուս բանը Բան Պապոյան դա իրենց կանոնակարգն է ախր իրենց չեմ գոռում ասում եմ իրենց կանոնակարգն է ներքին Իրենց ներքին կանոնակարգ չի, հայ առաքելական եկեղեցին այդ իրենք բանը չեն, իրենց հորդուկանը չի։ Եթե ձեզ համոզել են, որ եկեղեցին իրենց հորդուկանը, ինձ ոչ մեկ դա չի կարող համոզել։ Ուղղակի ամոթ է, ժողովուրդ ջան, ամոթ է, խայտառակություն է, ես չգիտեմ դուք բանը, այն մարդիկ ովքեր որ այս ամեն ինչի նկատմամբ լուռ են, ամոթ չեն ամաչում։ Ես չգիտեմ։ Պարոն Պապոյան, ձեզ համար ընդունելի է, որ Ստեփան Ասատրյանի հետ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատունը դուրս են գալիս։ Իմ համար ընդունելի չի, որ մարդիկ կարան կոչվեն սրբազան ու գնան իրենց քեռու կնոջ հետ, չգիտեմ, ինչ-որ մարդկանց հետ։ Բայց անմեղություն կարգեվարկած ինչի չեք բացի, այլ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատուն։ Ձեզ համար սա ընդունելի է։ Ասում եմ, իմ համար այդտեղ աշխարհիկ մարդիկ չեն, ով ասել աշխարհիկ։ Մնացածին անուններով չեն կարողացել, բայց Գներ Սարգսյանը ամեն դեպքում ես ասում եմ հետևյալ, ես ասում եմ, որ այն մարդիկ, որոնք սրբապղծությամբ են զբաղված եւ մեր եկեղեցու կանոնակարգի բազմաթիվ կետեր խախտել են, ես դրա գիտակ չեմ, բայց ինչքանով որ ծանոթացել եմ, այդ կետերը գոնե խախտված են, կարող է էլի խախտված լինել։ Դուք եք ավանդատունը մտնելու։ Դուք եք ավանդատուն պատրաստում մտնել։ Այդ դեպքում ինչու՞ մյուսները մտան։ Ես չգիտեմ ով է մտել, ով չի մտել։ Ես ասում եմ, ինձ համար գերխնդիրը հետևյալն է, որ այն մարդիկ, որոնք որ հայ առաքելական եկեղեցին իրենց վարքագիծի սրբապղծությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ եկեղեցու գրած կանոնագրքով իրանք ոչ միայն եկեղեցական չեն կարող գնել Իրենք պետք է գնան եւ աշխարհիկ կյանքով ապրեն, ինչու՞ շատ նորմալ աշխարհիկ կարող են աշխարհիկ կյանքով ապրել եւ այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ հակառակը ես ունեմ զարմանում եւ ամոթ եմ ամաչում որ նույնիսկ կան մարդ որը նորմալ է վերաբերվում ես չգիտեմ դա նորմալ բան է խնդրեցի իրոք նորմալ բան է դուք համարում Մեզ համար նորմալ չէ, որ մարդու անձնական տարածքում տեսախցիկներ են դրում, պարոն Պապոյան։ Եկեղեցու ղեկավարությունը, բայց հիմա հարցը հերթով տամ հարցը, օրինակ կարող է ունենալ օրինակ մի քանի երեխա։ Ես եմ դες հարցը Արքեպիսկոպոսը կամ կաթողիկոսը կամ եպիսկոպոսը, չէ, ես հարց եմ տալիս, կարող է ունենալ մի քանի երեխա։ Ես եմ հարց տալիս։
Հիմա ես այստեղ հացեր գրողը եկեղեցին էլ բաժանեցիք սևերի, սպիտակների, սևերի, սենց պարակտելով ուր ենք գնում ասում եմ հարցին պատասխանեք դուք որ իմացաք կաթողիկոսը դրժել է ուխտը ինչ է սպասում ինչ այ չեք խոսում ինչու ինչ այ չեք որ դուք իմացաք ես չստեցի չգիտեք Նիկոլ Փաշինյանը ասեց որ իմացաք այդ ժամանակ որոշեցիք լավ սենց պարակտելով ուր ենք գնանում եկեղեցին բաժանել եք սևերի, սպիտակների, հավատացյալների, ոչ հավատացյալների ով է պարակտում եկեղեցին պարակտում է այն մարդով ով որ կներեք էլի պետք է ուխտադրժության բոլոր այդ բաները մակարդակները հնարավոր եւ անհնար խախտելա ու բղծելա այդ մարդն է եկեղեցին պարակտում այդ մարդն է ժողովրդին եկեղեցից հեռացնում թե մենք որ հակառակ ասում ենք այդպեսին չպիտի լինի մեր եկեղեցին հետո ուրիշ անգամները գիտեք ասում եք բան է այլ եկեղեցական ճյուղերը զարգանում են մարդիկ են իրենց մեջ ներգրավում եւ այլն իսկ կարող է այդ պատճառները այս բաների մեջ այս կարող է այս գործողությունն է որ հենց պիտի բերի եկեղեցու մաքրման եւ մեր ժողովրդին բերի որովհետև կան բաներ, տաբուներ կան, չէ, չխոսելու մասին։ Մենք ինչ-որ բաների մասին չենք խոսում, որովհետև չի կարելի ամոթ հավատալ եւ այլն, բայց որոնց արդյունքում մենք այդ ինստիտուտները փոխում ենք, փչացնում ենք ու հետո էլ այդպես բաներ են, ճոռոմաբանություններով ենք զբաղվում, ներողություն եմ խնդրում, էլի ասում ենք, այ ես օրինակ, այս մեր ժողովուրդը հեռացել է եկեղեցուց։ Կներեք, բան ժողովուրդը ոչ չհեռանա այն մարդկանցից, այդ եկեղեցուց չի հեռացել, այդ մարդկանցից է հեռացել, ոնց որ ձերբապղծություններ են անում։ Այսինքն այստեղ խնդիրն անում է, որ եթե եկեղեցուց չի հեռացել, բայց դե եկեղեցու ձերբապղծության մարդիկ են, ապա բնականաբար ժողովրդի եւ եկեղեցու կապի մեջ տեսեք ստացվում է անդուն, ստացվում է ինչ-որ պատնեշ, որը պետք է մեկ հարց տամ էլի Նիկոլ Փաշինյանն է արդար թե Աստված։ Ես փիլիսոփայական հարցերի չեմ պատասխանում եւ սրա տեղ չի եւ արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել եւ ես կարող եմ ասել որ երկու դեպքում էլ ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մեկ այլ դեպքում բնականաբար աստվածային արդարություն եւ այստեղ ես ասում եմ տեսել եք այդ մարդուն եւ տեսել եք Աստծո ով է ամենաարդարը Աստված թե այդպիսի հարցեր չի կարելի տալ ես ասում եմ որ արդարության ընկալումները մեր անկյունական մեջ կարող են բնականաբար տարբեր լինել, բայց որպես անձ, որպես մարդ նյութական ես կարող եմ ասել, որ աշխատապետի հետագայում աշխատանքային փորձառության շատ արդար մարդ է, բայց աստվածային արդարություն դա դեռ ուրիշ մակարդակի է, դա ուրիշ խոսակցություն է։